Պարոն Դավթյան կարելի է։ Արի Կարեն ջան, ասա ինչ է եղել տեսնեմ։ Ուզում եմ հասկանալ ինչ ենք անում, պարոն Դավթյան։ Ինչի համար։ Հաշվապահի պաշտոնի համար։ Մոռացել էի։ Այդ հաշվետվությունները տվել ես ստուգելու։ Դե ամենաարագն ու նորմալը Լևոնի ցուցանիշներն էին։ Իսկ մյուսները։ Դե ես հիմա տվյալները կբերեմ, դուք ինքներդ նայեք, լավ։ Լավ։ Բարի։ Արի տղա ջան, ներս արի։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Արի զրուցենք։ Զրուցենք։ Դե ոնց որ հասկանում եմ, ոնց որ դու ես գլխավոր հաշվապահը լինելու, բա չիմանամ ով ես, որտեղից։ Դե ռեզյումեում ամեն ինչ գրված է, չէ։ Տղա ջան, ես հին մարդ եմ, ինձ համար կարևորը մարդու աչքերի մեջ նայելն է։ Այն ինչ որ մարդու աչքերի մեջ կարող ես տեսնել, ոչ մի ռեզյումեում գրած չի։ Խայտարակ եղա, Բաբոս, մի ծիծաղա։ հիմա պապաս կմտածի, արսը մանկամիտ է։ Մի արա, ես մանկամիտ չեմ, դու ես մանկամիտը։ Լսի, բաբոր մանկամիտ չես, ինչ էր անում փուչիկներում ինչ անցքում։ Իսկական գիտես ինչ կա եկել է քեզ արտնասնի, որ տնեցիկ չիմանա, որ տարբեր սենյակներում ենք քնում։ Չէ, խափում ես։ Դու իմ մոտ էիր եկել, ասա։ Ինչ ասեմ։ Ասա, որ մոտդ չեմ քնում, կարոտում ես։ Բա ուշքսել գնում ա։ Իսկ գիտես, իմ ուշքսել գնում ա քո տեսքից։ Հիմար։ Հələ մի հատ հիմանել ես, դու հələ մի հատ քեզ հայելու մեջ նայի, կամ էլ հələ նայի։ Դե գիտես ինչ կա, հին կա դու ինձ ձեռ առնես։ Ձինա։ Բարև նոն ջան։ Բարև բալես։ Ոնց ես։
Դե որ դու տանն ես ուրեմն լավ է։ Շուշուտ գգամ սրանից հետո։ Այն աղջիկը էլի հայտնվել է։ Հա, հայտնվել է։ Տենց էլ հասկացա, որ տուն չես գալիս նշանակում հայտնվել է։ Մամ, խնդրում եմ, էլի։ Արման, Մամ ջան, անենց սոված եմ։ Խնդրում եմ հաստուր ուտեմ, էլի։ իհարկե կտամ։ Բայց դու ինձ իր մասին ամեն ինչ կպատմես։ Հենց ժամանակը գա ամեն ինչ կիմանաս։ Բայց մի բան ուզում եմ հիմա իմանալ։ Ձեր մեջ ամեն ինչ լուրջ չի, չէ՞։ Մամ, եթե այդ հարցը Արսենին տայր, հաստատ կհասկանայի։ Բայց ախր ինձ ճանաչում ես, չէ։ Իմ մոտ երբևէ ոչ մի բան անլուրջ չի եղել։ Տունս քանդվեց։ Մամ, լավ էլի։ Քեզ հետ չսազեց։ Բալես, Մամ ջան, կներես ցավդ տանեմ, շատ եմ շտապում, անկեղծ։ Դեռ պետքա լողանամ ու փոխվեմ։ փաստորեն լուրջ է։ Տաթև, Սար, ես ինչի վերկացար։ Արմանը ուր որայ կգա։ Հա, ես էլ ուզում եմ ուտելիք պատրաստեմ։ Պետք չի, ես կպատրաստեմ։ Դու դեռ կարողացիր նորմալ քայլել, Սար, հետո կպատրաստես։ Կարողանում եմ։ Արմանի համար կարող եմ։ Սերն է խոսում։ Այնքան տարօրինակ է։ Երբ Արմանը կողքիս է, ինձ թվում է ես ամեն ինչ կարող եմ։ Ինձ լիարժեք եմ զգում նրա կողքին։ Ու հիմա ուր որայ կգա ու ես ուզում եմ մի համեղ բան պատրաստել։ Բայց կարող ես։ Կարող եմ։ Լավ։ Ուրեմն ես էլ գնամ իմ գործերով։ Տաթև, Սար, մի քանի բան եմ գտել, գնամ տեսնեմ ինչ եմ անում։ Համեն ձեզ մենակ կթողնեմ։ լավ։ Արման, ինչի չես զանգում։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես եմ մտածում եմ, որ կարող է քնած լինես։ Ես վաղուց եմ արթնացել։ Ու ինչ ես անում։ Նախաճաշ եմ պատրաստում։ Դու։ Սար, քեզ չի կարելի երկար ոտքի վրա կանգնել։ Մոռացել ես, մի քանի օր առաջ են քեզ վիրահատել։ Երբ կգաս։ Ես հագտվում եմ ու գամ։ Սպասում եմ քեզ։ Անհամբեր։ Հենց հիմա գալիս եմ։ Արի։
Այդ տենց, միշտ ինձ տեսնելուց կանգնես։ Գնամ կոֆե դնեմ։ Ես ուր ես փախնում։ Գնում կոֆե դնեմ։ Եսի փոխի նոր։ Մոռացել էի։ Ես հասկանում եմ, որ դու ինձ տեսնելուց գլուխդ կորցնում ես, բայց մերոն թող չիմանան էլի, որ դու մանկամետ ես ամոթա։ Էլի սկսեցիր։ Էլի չէ կյանքս, ամեն ինչ էլ է նոր է սկսում։ Արսեն, ինչ նկատի ունես։ Ամեն ինչ։ Արսեն։ Արսեն։ Կանգնել եմ ստե, որ հանկարծ պիժամայով չհերնես։ Ինչ ես այդքան է անգամ։ Ես ապացույցներ ունեմ։ Գնացինք Դամբուլ։ Չէ Արսեն, դու հենց բարի անում ես, հետո անպայման մի բան անում ես, ինչ կա մտքիդ։ Արտուր ջան, ինչ ա եղել։ Տեսնում ես դու այդ Լյուսին։ Ինչ ա եղել որ։ Facebook-ով դրուժից եմ տվել, չի ընդունել։ Հետո էլ գրել եմ հիշեցիր ինձ, ասում է հա։ Նորմալ պատասխան ա տվել։ Հորքուր ասում եմ այդքան բան ա գրել ու վերջ։ Հետո էլ ասացի քեզ ուզում եմ միտեղ հրավիրեմ, գրեց կներես զբաղված եմ։ Տեսնես այդ ինչով ա զբաղված։ Ես էլ եմ այդ ասում էլի, քիթը տնգացի մեկն է։ Հա բայց Արտուր ջան, այդքան հեշտ ու հասարակ չի ամեն ինչ։ Ինքը աստիճանավոր մեծահարուստի աղջիկ ա։ Կարող ա մի քիչ պոչ խաղացնի, դու մի նեղվի դրանից։ Հորքուր ջան, ես տենց բաներ չեմ սիրում։ Ուզում ա ուզի, չէ ինքը գիտի։ Ես էլ տենց կորած տղա չեմ, էլի լիքը ուզողներ կան։ Դե հերիքա գլուխ կովես, հա։ Աշոտի հետ շփվեցիր, խոնավություն քաշեցիր։ Նա էլ գլուխ գովալու ման ա գալիս ծակ գրպանը։ Էդ ինչի։ Լավ չէ Աշոտջայի գործերը։ Ինչի Արտուր ջան, ինչ ես խոսում։ Ուղղակի ես ուրիշ նախարարների հետ համեմատելով եմ ասում։ Հորքուր նայ, եթե լավ չի, ասա։ Նայ, լավ էլի բալես։ Կոֆե խմենք։ Բաբալունց։ Ոնց որ ֆրոնտից եկած պարտիզան ես։ Նամակ մամակ բերել ես։ Նամակ չէ, սև թուղթ եմ բերել, որ դրանց ընտանիքին բաժանեմ։ Ոչ մի բան էլ չես բաժանի։ Լսում ես ինչ եմ ասում։ Լալայան, հլին վիճակը նայի, այսինքն թողեմ դրանք մարսեն էսի։ Հա, հիմա դրա ժամանակը չի։ Ժուրնալիստները ամեն կողմից բզկտում են, որես գրում մրում են։ Մինիստրություն օրը մի ժամով եմ մտնում։ Պաշտոնս մազից կախված է։ Ես չեմ ջոգում, պրոստես ամեն ինչ քո պաշտոնի հետ ինչ կապ ունի։ Բեր դրան խփեմ, թաղեմ, պրծնի գնայելի։ Հələ գազին կարող աստեղ ընդեղ հաճացել է։ Ժուրնալիստներն էլ գրել են։ Ով է կեղտի մեջ հայտնվելու։ Լալայանը։ Հետո ում են կանչելու վերև ու նալերը հանեն Լալայանին։ Ով ինչ անի Լալայանն է քաշվողը։ Իմիջարոց մի բան էլ ասեմ։ Տղերքիդ էլ ասա, որ քաղաքում դաժե չփռշտան, որտեղ վաղը մյուս օր ասելու են Լալայանի ախրանան գրիպ է տարածում քաղաքով մեկ։ Ջողում ես ինչ եմ ասում։ Հասկանում եմ ինչ ես ասում։ Ամի ինչ առնենք, սաստանք, սպասենք տնանք ինչ ալնելու վերջը։ Հա։ Վրեժը են ճաշատեսակն է, որը սառը պետք է մատուցես։ Չեմ ջոգում ինչ ես ասում։ Մենք կհամբերենք, կսպասենք։ Դաժե որ ուզում ես իմանաս մեկին ուղարկի, թող դրա հետևից հետևի։ Թշնամուն պետք է լավ ճանաչես։ Ախ ինչին հետևի, ում հետևի, Լալայան, այդ բոմբժնով ախր որ դրան հետևեն ցավը տանը։
Բոմժը թե բոմժ չի։ Ինի կարա իմ աղջկա տունը քանդի, այն շատ բան գիտի։ Մենք խելո կսպասենք, մինչև պետք եղած բախտը կշերեղ կսնեն գլխին։ Վաղվանից ինձ առանց գիպսս տեսնելու։ Լուրջ, ինչ լավ է։ Այսօր գիպսս անելու են, կարող է երեկոյան իրար հետ գնանք կարաոկե։ Երեկոյան։ Ինչի տենց երեկոյան։ Խնդիրներ են առաջանում։ Հա, երևի տնեցիք ուզում են իմանան, թե ուր ես դու գնում երեկոները։ Տենց մի բան։ Դե ավելի լավ չի, ես կգամ, կծանոթանանք, կիմանան ես ով եմ ու ի վերջո հանգիստ կլինեն։ Չէ, եթե դու գաս ու խոսես, լրիվ ուրիշ ձև կհասկանան։ Թե արի ու բացատրի, որ մենք ուղղակի ընկերներ ենք։ Ես հետո կբացատրեմ։ Չէ, պետք չի, ես կգամ։ Ոնց կարելի է բաց թողնել լավ ընկերոջ առանց գիպս տեսնելու հնարավորությունը։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Լավ, ուրեմն պայմանավորվեցինք։ Լավ, Վարշամն եկավ, Լույս ջան, կզանգեմ, հա։ Դե լավ, գնա չխանգարեմ։ Հաջողություն։ Ապրես։ Բայց դեռ հաջող չեմ անում, առայժմ։ Առայժմ։ Դու ավելին ես, քան սովորական ընկերը։ Արման, ես գնում ես։ Հա, մամ ջան։ Ասեցիր սովածամ, ես էլ հաց եմ դրել։ Կներես էլի ցավը տանում։ Բայց դուք կերեք, ես հետո կգամ կուտեմ։ Սկսվեց։ Մամ, անկեղծ կարևոր գործեր ունեմ։ Դուք կերեք։ Էլի այդ աղջիկա մոտ ես գնում։ Ինքնա չէ քո կարևոր գործը։ Հա, մամ, Սարայի մոտ եմ գնում։ Ու հիմա ամենակարևոր գործս ինքն է։ Մեզ մենակ ես էր պակաս։ Մա։ Արսեն։ Տղես, դու այդ աղջկա մասին ինչ գիտես։ Մամ, դու էլի այդ նույն թեմայով ես խորացել։ Հանգիստ թող տղուն։ Չէ, բայց եթե ինչ-որ բան գիտես, ասա, խնդրում եմ։ Ոչ մի բան չգիտեմ։ Դու կտեսնես, որ Արմանը ամուսնանալու է այդ աղջկա հետ։ Շատ էլ լավ կանեն։ Եթե սիրում են, թող ամուսնանան, ինչ ես խառնվել իրար։ Լսի, եթե այդ աղջիկը հիմա է Արմանի տանը ապրում, գիշերները մնում Արմանի տանը, դու պատկերացնում ես այդ աղջիկը ինչ ընտանիքից պիտի լինի։ Լավ էլի, մամ, դու ոչ մի բան չգիտես, արդեն կռիվ ես անում։ Երբ որ այդ տղեն այդ աղջկա հետ գա մեր տուն, ձերքից բռնած, որ տենաս չհավանես, այն վաղ կխոսես։ Այն ժամանակ շատ ուշ կլինի, տղա ջան, շատ ուշ։ Արմանը փոքր տղա չի։ Այն տղեն լավ էլ ջոգում է, որը որից հետո է։ Տղա ջան, ձինային էլ մենք ընտրեցինք։ Ու ձեր ծիծաղի ձայնը մինչև փողոցի վերջը լսվում է։ Երջանիկ չեք։ Այն էլ ինչքան ենք երջանիկ։ Մուկիկ, հələ մի հատ ասա մենք ինչքան երջանիկ ենք։ Մամ, դու սուրճ խմել ես։ Այդ էնում ես, կինը որ երջանիկ է անում, ինչ հարսություն է անում։ Խմում ա թե չի խմում կապ չունի, դու դիր։ Մամ, քեզ մի հատ խորհուրդ տամ։ Արմանի կյանքի մի խառնվի։ Ինքը գիտի ինչ է անում։ Դու էլ գիտես, թե ինչ ես անում։ Ես էլ գիտեմ։ Գիտեմ, որ ձեզ մի սենյակը քիչ է։ Դե լկստվում ենք էլի։ Արսեն։ Կնիկս կոֆեն բերեց։ Իսկ չի կարելի մի քիչ ավելի նորմալ խոսել։ Ինչ է նշանակում կնիկս։ Լավ։ Դամբուլուս կոֆեն բերեց։ Չէ, դու անուղղելի ես։ Ոչո։ Թողա, հեռու գնա։ Շատ լավ է, տղա ջան, շատ լավ է։ Ուրախ եմ ծանոթանալու համար։ Իսկ ընտանիք ունես, նկատի ունեմ ամուսնացած ես։ Դե, պատրաստվում եմ, նշանված եմ։
Դե ինչ ասեմ, շատ ուրախ եմ քեզ համար, զրուցեցինք, իրար հասկացանք։ Հիմա Արմանը կգա, կխոսեք, պայմանավորվեք։ Գիտեք, հիմա բոլոր հարցերով Արմանն ու Արսենն են զբաղվում։ Լավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես քեզ զգում։ Քո գրկում շատ լավ։ Իսկ ինչ կլինի, որ միշտ մնաս իմ գրկում։ Արման։ Ես այտենց էլ չհասկացա, թե դու ինձ հետ ինչ ես արել, որ չեմ կարողանում թեկուզ մի վայրկյանով մտքիցս քեզ հանել։ Կներես։ Ալո։ Արման, ես արդեն Երևանում եմ։ Տեսար, որ ասում էի։ Բայց ես եմ գրում գալիս հա քո համար կաթացնում։ Շեֆս ինձ շատ է սիրում։ Խիստ կասկածում եմ։ Այստեղ կարևոր Արմանն է։ Կտեսնես Արմանը դառնալ է իմ լավ ընկերը։ Արմանը բոլորի չի շփվում ու աշխատում է դիստանցիապայի։ Իսկ Արսենը։ Այ Արսենն ուրիշ է։ Արսենն ավելի շատ գործարաններով ու արտադրամասներով է զբաղվում։ Բայց Աստված չանի մեկ Արսենի ձեռքն կնի, գիտես չէ, կաշին կհանի։ Հոստելում լավ վախեցած ես։ Դες զգուշացնում որ դու իմանաս, եթե հանկարծ ինչ-որ մի բան ես քեզ չեմ ճանաչում, դու էլ ինձ։ Լավ, հասկացանք, մորթեցիր։ Մի բանը մի անգամ ասա։ Դե ասում եմ, որ հանկարծ հասկացանք ասեցի։ Դե ոնք գիտես չէ, պռոլքի պես դուրս կթալնեմ։ Տուն եմ պահում։ Ու այսօր լավ գիտես աշխատանք գտնել ինչքան դժվար բան է։ Կարեն հասկացա։ Դու գիտես, ես լավությունը գնահատում եմ։ Ուղղակի քո վրեժ լուծելու գաղափարը ինձ հեչ դուր չի գալիս։ Վերջ, փակեցինք այս թեման։ Լավ։ Որտեղ ես։ Երևանում եմ արդեն, հյուրանոցում եմ ու քեզ եմ սպասում, որտեղ ես։ Լավ հասկացա։ Չեմ հասկանում, Արմ, ուրախ չես որ եկել եմ։ Չէ, ուղղակի անսպասելի էր։ Արման։ Հյուրանոցի հասցեն կասես։ Տոսկանա հյուրանոցում եմ, Արմ։ Լավ։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, ընկերս ա եկել, ուղղակի շատ անսպասելի էր։ Երևում է իրոք անակնկալի եկար։ Շատ։ Հիմա պիտի գնաս։ Չէ, առանց քո պատրաստած նախաճաշի ոչ միտեղ չեմ գնա։ Դե ուրեմն արի գնանք խոհանոց, ամեն ինչ արդեն պատրաստ է։
Էս երևում է լավ տրամադրություն ունես, հա, Արս։ Այսօր օրս լավ է սկսել։ Դե շատ լավ է։ Ալեքսը ինչ է ասում։ Ինչ կա այդ Սերգեյից, Լալայանից։ Սերգեյը երեք նոր տնից դուրս է եկել։ Գնացել է Լալայանի օֆիս։ Իսկ նրանց օբշի հանգիստ է, հələ որ բան չկա։ Ես դրան вообще չեմ սիրում։ Գնալով ավելի շատ։ Կռիս մարդ է երևում էդի։ Ես թակարդ ունեմ այդ կռիսներին բռնելու։ Մի կռիս էլ այդ գործարանի տնօրենն է։ Կամաց փողերներս կրծում է։ Հա դրան ինչ ենք անելու։ Եթե այսօր պակասը տեղը չեղավ, կռիսի պես սատկացնելու եմ այդ դրան։ Մնում էր մի հատ էլ վրեկներից ես տանեին։ Դե բայլ ասում ես։ Դրանց նմաները տենց են։ Հենց մի քիչ երես ես տալի, մտնում են արդեն ջեբերդ։ Մատները կջարդենք։ Մի անգամից ձեռքն է պետք կտրել, էլո հավես ունի։ Մամա այդ հարցը ինչ արեցիր։ Տարաբժշկի։ Ինչ են ասում։ Դե բուժվում է Արս ջան։ Տենանք ինչ կլինի։ Եթե մի բան պետք կլինի կասես։ Անպայման։ Ասում ես, բայց տեղն եկած տեղը ձեն չես անում։ Դե որ չկարողանամ Արս լուծել, անպայման կասեմ։ Ուրեմն լսի դավ, չկարողանամ չկա։ Դու ուրիշ մարդ ես, դու իմ աղբերն ես։ Իսկ ես իմ աղբոր համար ամեն ինչ կանեմ։ Լավ իմացի։ Մերսի Արս ջան։ Դավ մեքենան կանացրու։ Բան ա եղել։ Չէ, բան պետք է առնեմ։ Ասում ես գիպսը արդեն հանել են։ Բայց հիմա ցավեր չունես։ Մի քիչ, բայց դա էլ կանցնի։ Մի շաբաթից հրավիրում եմ քեզ վազելու։ Լավ, մեծ հաճույքով կվազեմ։ Ասամ քեզ, որ մրցելու ենք։ Բայց ես այդքան էլ լավ չեմ վազում։ Ուրեմն ամեն առավոտ միասին կգնանք վազելու։ Ես էլ վազելուց այդքան լավ չեմ, մանավանդ հիմա։ Իսկ մի հարց, հիմա սա ժամադրություն է, թե պարապմունք։ Առիթ, քեզ տեսնելու։ Լյուս մամա քեզ ականջ։ Լավ, Լյուս, ես քեզ կզանգեմ։ Ահա։ Ոնց տեսնում եմ հաջորդ հարսանիքը քոնն է, հա, լինելու։ Չէ, չկա տենց բան, ուր է մաման։ Խանոցում է։ Ես զգում եմ, որ կա մեկը, ում զանգելուց հետո դու ժպտում ես, ու աչքերդ փայլում են, ասա, ով ա մենք ճանաչում ենք, ասա։ Կամաց չեք ճանաչում։ Դե ուրեմն ծանոթացրու։ Մենք ընկերություն հիմա չենք անում, Հայկիդ ուղակի շփվում ենք։ Լավ, ուրեմն դու հիմա ինձ մանրամասն ասում ես, թե դուք որտեղ եք ծանոթացել, ով ա, ինչ ա։ Դե իր հետ կլուբում եմ ծանոթացել, իմ ընկերուհու կուրսեցու ընկերն է։ Իսկ ինքը ով ա, նկար ունես։ Կամոց, Դինա։ Չէ, նկար չունեմ, բայց Facebook-ի լինքը կուղարկեմ կնայես։ Անպայման չմոռանաս, չնայած կարևորը դու ես դու պիտի հավանաս։
Դե ես հավանում եմ իրան։ Իր հետ շատ հետաքրքիր է։ Շատ լավ է։ Դե ճիշտ ասած ինքը ինձ հիմա ոչ մի բան չի ասել, այսինքն առաջարկություն չի արել։ Չի ասել, կասի։ Դե հուսանք։ Ես արդեն սիրո հոտն եմ առնում։ Ուղղակի չգիտեմ, ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ մտածում եմ, թե տանը ինչ հորինեմ, ինչ ասեմ։ Բայց ինչի պիտի ինչ-որ բան հորինես։ Այ քեզ բան մեծ աղջիկ ես, ասա որ ընկեր ունեմ։ Չէ, չի հարցը Դինա։ Ինքը հիմա իմ ընկերը չի։ Ու եթե հիմա ասեմ, որ ինչ-որ մեկը կա, հետը շփվում եմ, ասելու են պիտի ծանոթացնեմ։ Իսկ եթե ծանոթացնեմ, ես չգիտեմ Հայկին որպես ինչ ներկայացնեմ։ Դրա համար եմ ասում, մի տեսակ անհարմար իրավիճակ է։ Ոչ կարող եմ տանը խաբել, ոչ էլ կարող եմ ճիշտն ասել։ Դե հա։ Դե հա։ Չայց գիտես ինչ կա։ Ոնց ճիշտ ես գտնում, այտենց էլ արա։ Ոչ մեկից չքաշվես։ Եթե գտնում ես, որ չպետք է ոչ մեկ իմանա, ուրեմն չեն իմանա։ Ու ես քեզ կօգնեմ։ Լուրջ։ Իհարկե։ Դին։ Կարելի է իմանալ ինչ է եղել։ Ինչի եք ուրախացել։